Ողջույն Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, այս պահին Արմլու լրատվականը գտնվում է Գյումրիում։ Մենք զրուցում ենք Գյումրիի քաղաքապետի տարբեր տեխնացուների հետ։ Այս պահին մեր զրուցակիցը Մայր Հայաստան դաշինքի Գյումրու համայնքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանն է։ Ողջույն, պարոն Սիմոնյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Սիմոնյան, երևի սկսենք հենց այս հարցից. ինչու Մայր Հայաստան դաշինքի հետ որոշեցիք մասնակցել համայնքապետի ընտրությանը։ Ինչու եք ընտրել։ Ընկերական ընկերներ ունեք այնտեղ դրա համար, թե վաղուց համագործակցում եք։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Ասեմ, որ մի քանի ամիս առաջ մենք ընկերներով քննարկեցինք Գյումրու զարգացման ծրագրի վերաբերյալ ինչ-որ ֆորում կազմակերպելու մասին եւ եկանք այն հայտարարի, որ Գյումրիին պետք է հստակ զարգացման ծրագիր։ Առանց զարգացման ծրագրի Գյումրիում ինչ-որ բանից խոսելը համարում ենք ավելորդություն։ Եվ երբ որ ֆորումի կազմակերպման աշխատանքները սկսեցինք, մեզ արձագանքեց Մայր Հայաստան շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը եւ հայտնեց իր աջակցությունը այդ ֆորումի քննարկմանը։ Եվ ֆորումի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ դա ազատ տնտեսական կոդի ծրագիրն է, որը նաև 2019 թվականին է եղել։ Եվ քննարկումների արդյունքում ստացանք նաև հետևյալը, որ Գյումրիին պետք է նաև տալ, ավելացնել 2019 թվականի այդ ազատ տնտեսական կոդու ծրագրին նաև Գյումրիի ազատ քաղաքի կարգավիճակ տալը, որը իր հերթին ենթադրում է, որ Գյումրին շատ արագ կարող է դուրս գալ այս ճգնաժամից եւ բարձրանա սոցիալական կարգավիճակը մարդու եւ հիմքը հանդիսացավ հենց դա։ Բացի դրանից նաեւ ունեմ երկար տարիների մտերիմություն Թևանյան Անդրանիկի հետ եւ իրենց գաղափարները եւ ծրագրերը դեմ չեն մեր սկզբունքներին։ Այսինքն նաեւ ընկերական հարաբերություններ ունեք Թևանյանի հետ։ Իսկ ինչ հաշվարկների միջոցով, այսինքն ինչ որ հարցումներ արեցիք, հասկացաք, որ իսկապես պետք է ձեր տեխնացությունն առաջադրեք, որովհետև տեխնացուները շատ են, ընդդիմադիրները շատ են, կա մեկ իշխանական տեխնացու, ու ինչու հենց դուք էլի որոշեցիք հարցումները պատճառ դարձան, որ կարծում եք, թե դուք կարող եք դառնալ Գյումրու քաղաքապետ։ Պատճառ դարձավ մեր թիմի երիտասարդ լինելը, մեր թիմի ակտիվ հանրային դաշտում տարվող աշխատանքները, պատճառ դարձավ այն, որ տեսանք ընդհանուր այսքան տարիների ընթացքում քաղաքի կառավարումը ոնց որ նույնի կոպիան է շարունակաբար, պետք են փոփոխություններ, պետք են կրեատիվ լուծումներ, պետք են նոր մոդելներ կիրառել, որովհետև աշխարհը առաջ է գնում, եւ մենք այսօր ականատես ենք լինում հենց այդ մեր համոզմունքների, որ ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք հələ շեբենով ու լամպիչկեքով քարոզարշավ ենք կազմակերպում։ Հենց ամենաառաջի պատճառներից մեկն է դա է, որ մենք էլ ենք ապրում այս քաղաքում եւ ուզում ենք լավը լինի, լավը տեսնենք, որովհետեւ ինչպես քաղաքապետը կամ հասարակ քաղաքացին երկուսն էլ ուզում են լավ քաղաքում ապրել։ Նայում ենք, որ բավականին լավ ձայներ ունեք, հա, քաղաքացիները կարծես թե ցանկանում են, որ դառնաք համայնքապետ։ Եթե հասնեք այն կետին, որ արդեն հավաքել եք բավական ձայներ, բայց պետք է ինչ-որ ուժի հետ կոալիցիա կազմել, կա ձեր մտքում այդ ուժը, ում հետ կուզենաք շարունակել։ Կոնկրետ չբերենք մեկ կամ երկու ուժի, այսպես ձևակերպումը տանք, չենք համագործակցելու քաղաքացիական պայմանագրի հետ, որովհետև տեսել ենք իրենց կառավարման վատ բաները, բարքերը, այսպես ասած։ Բացառում եք ԿՊ-ի։ Բացառում ենք, իհարկե բացառում ենք, դա միանշանակ է այդպես, որովհետև սկսած իրենց կադրային քաղաքականությունից վերջացրած գլոբալ քաղաքականություն, բոլորը պրավալ, բոլորը դեպի անդուն տանող ճանապարհ են։ Նաև մենք համարում ենք իշխանությանը գծորդ Եվրադաշինքին, որովհետև իրենց դաշինքում մաս կազմող կուսակցությունը Երևան քաղաքում համագործակցում է քաղաքացիական պայմանագրի հետ եւ այստեղ Գյումրու ընտրություններին մասնակցելուց առաջ, այդ հայտը ներկայացնելուց առաջ
շատ վտանգավոր թեզ բերեցին առաջ իրենք։ Դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Գյումրի քաղաքից։ Իսկ դա շատ վտանգավոր, շատ անհեռանկարային եւ իրենից, այսպես ասած, մահաբեր բերող թեզ է, որովհետեւ մենք չգիտենք վաղը չէ մյուս օրը ինչի առաջ կանգնենք։ Բազմաթիվ գյումրեցիներ, ես կասեմ 99%-ը միանգամից դրան հարց է տալիս։ Բա որ դուրս եկա մենք ինչ ենք անելու։ Բա ունենք փոխարինող տարբերակ։ Ունենք մենք այն հաշվարկները, որ դուրս գալուց հետո մեր քաղաքը անվտանգ է մնալու։ Եվ պատասխան չկա։ Դրա համար ես եւ մեր թիմը համարում ենք այդ թեզը չափից դուրս վտանգավոր եւ բռունցքով մեղին հարվածելու եւ ինքդ քեզ կրակը նետելու այնպես որ իրենց հետ չեք բան Սիմոնյան, օրինակ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, որոնք ռեյտինգ ունեն այս պահի դրությամբ, որն է ձեր նախընտրելի քաղաքական ուժը։ Ցանկացած ուժ, որը դեմ չի մեր քաղաքապահներին, մեր ծրագրերին եւ մարտի 31-ին ու շատ իր այստեղ չի զբաղվելու պաշտոնակռվով նրանց հետ։ Մտածում եք պաշտոնակռիվ է լինելու ընտրություններից հետո։ հետո։ Մտածում, ասում ենք, այն ուժերի հետ ենք պատրաստ համագործակցելու, ովքեր որ այս ամենը կպահեն։ Իշխանությունը այս ժամանակահատվածում փորձել է ինչ-որ ձևով ճնշում գործադրել ձեր ուժի վրա, ձեր վրա, ինչ-որ կոմպրոմանտներ հավաքել, որտեղ գիտենք, որ փորձում են ինչ-որ քրեական գործեր առաջ բերել, փորձում են ճնշել տեխնացուներին, տարբեր անձանց միջոցով, անձամբ ձեր հետ կապված այդպիսի խնդիր կա։ Այս փուլում թե ընդհանրապես։ Այս փուլում, ընտրության այս փուլում որ չի հարամ հարցնում, որտեղ մի տարի առաջ լուսուդեմ 5-ներ 6-ներ ընդհանուր ես չգիտեմ KGB-եր 6-րդ վարչություններ ինչեր եկան մեր տուն։ Ինչ որ խոզարություն են կազմակերպում, լավ իմանալով որ ամբողջ Գյումրին գիտի որ ոչ թմրանյութի մեջ կանք, ոչ զենքի մեջ կանք, որևիցե բանի մեջ չկանք։ Ինչ են փնտրում բանս։ Ես չգիտեմ։ Փնտրեցին, գնացին, վերջում էլ ասին հալալա ձեզ, ձեր ընտանիքին, այսպես շնորհքին մեզ ճանապարհ տնելու համար, որտեղ ոչ մի ագրեսիվություն ցույց չտվեցինք։ Իսկ այս փուլում նկատում եմ հետևյալը։ Շենքի պատին փակցվում է իմ նկարը, քարոզարշավի պաստառը, հա, եւ գնում հանում են, փողում գցում են ենքոն։ Հարևաններն կռիվ է տալիս, ասում են ինչի համար ես անում, ասում են թույլտվություն չկա, ասում են ես թույլտվություն տվել եմ, քանի հոգի է պետք թույլտվություն տա, 3 ընտանիք ունենք, 13 ունենք, բայց ամբողջ շենքը, ամբողջ շենքում 10 բնակարան փակ է դուրը։ Դու չես կարող այդ մարդը այստեղ չի, Ռուսաստան է։ Եվ հաջորդը այն օրը գետնանցման մեջը իմ ու երեխայի նկարն է, դե գիտեք, փոգեք ցեգեդին, այսպիսի բաներ են անում, էլի, որ անընդունելի է։ Իշխանության կողմից է, այսինքն սա։ Դե բերեք ես կոնկրետ շենքի պատի վրայի փակցված պաստառը, հա, հենց իշխանության կողմից է եղել, քաղաքապետարանի կողմից է եղել, որ չպետք է լինի։ Այս վերջերս մի ուրիշ զանգ ստացանք, երբ որ բնակիչը ահազանգում է, որ բերեցին այստեղ քաղաքացիական պայմանագրի տեխնազույի նկարը փակցրեցին, ես ասացի հանեք իմ պատն է չեմ ուզում, իմ բալկոնի կողքի պատն է չեմ ուզում, բայց թե թույլտվություն ունենք։ Բայց ոնց թույլտվություն ունենք, եթե շենքում մենակ 4 բնակարան մենք մեր բարեկամներով ենք, ոչ մեկս չենք քվեարկելու ԿՊ-ի օգտին, եւ հաստատ դուք մեզանից թույլտվություն չունեք, մանևրել են, թե բա 3 ընտանիք տվել է այդ ստորագրությունը, արել ենք, հետո որ այդ տղան փորձել է հանել այդ պաստառը, բա մենք ճշտեցինք քաղաքապետարանից, ով ուզում է թող բերի կողքնել իրան է կպցնի։ Այսինքն այս տիպի մանևրեր տեսնում ենք։ Հետո ամբողջ քաղաքում պլակատները դոմինանտային քաղաքացիական պայմանագրի պլակատներն են։ Դա էլ է անընդունելի։ Հիմա ինչ է, ես գիտեմ, համոզված եմ, քաղաքացին գնալու է ընտրի մարդուն ոչ թե նկարին։ Հետ գերեվա։ Պարոն Սիմոնյան, նաև ընդդիմադիր եք դուք ու գործարար, երկուսը միասին դա ռիսկային չի, որ լինելով ընդդիմադիր կարող են ձեր որպես գործարար ճնշում գործադրել ձեր վրա կամ եղել է այդպիսի դեպք էլի այս ժամանակահատվածում։ Իմ բիզնեսները հանձնել եմ հավատարագրման կառավարմանը, ես իմ ժամանակը տրամադրում եմ արդեն քարոզարշավով եւ վաղը չեմ այսօր ինչու՞ չէ նաև քաղաքային հարցերով։ Բիզնեսն աշխատում է սպիտակ դաշտում, խնդիր չկա։ Մի փոքր գրիչ, որ
առնելու ենք լինում, փոխանցումով ենք առնում, այդտեղ խնդիր չկա, չեմ էլ տեսա այդպիսի բան, ես չեմ էլ Ռիսկային չի ամենը։ ինչի համար ռիսկային, որ ռեպրեսիաների շնորհիվ փորձեն ճնշումներ գործադրել, ի վերջո կյանքը սովորեցրել է, եթե ազնիվ ես, մաքուր ես եւ ճիշտ ճանապարհով ես գնում, ի վերջո հաղթանակը քոնն է, այլ ոչ թե տեղային այդ մանր-մունր հարցերում, այնպես որ մենք գնում ենք դեպի հեռուն։ Եթե մտածենք այդպես, ուրեմն գլուխներս բարձրի տակից պետք է չհանենք։ Պարոն Սիմոնյան, նայեմ մի բան հարցնեմ, Գյումրիում ձեզ որպես Պեպսիի կարեն գիտեն, ինչու է այդպես տարածված, ինչու են ձեզ այդպես դիմում։ Որովհետև երբ որ ես կանգնած եմ եղել երկընտրանքի առաջ, որ գնամ Եվրոպա կյանքս այնտեղ շարունակելու, թե մնամ այստեղ, հա, եւ աշխատեմ, երկընտրանքի առաջ հաղթեց, որ ես մնալու եմ այստեղ։ Իսկ մնալու պարագայում այդ թվականներին միակ աշխատանքը, որից պետք է սկսեի ես, դա բանվորությունն էր։ Չկար այլ աշխատանք։ Նոր մտել ես կյանք, եւ այդ ժամանակ ես ընդունվա գործի Pepsi Cola-ում որպես բանվոր, առաքիչի օգնական։ Եվ գործունեության ծավալելու ընթացքում այնքան ակտիվ էի անում այդ գործը, ոչ թե որպես բանվոր էի աշխատում, այլ իմ վրա վերցրել էի նաև առաքիչի պարտականություն եւ այսպես ջիղով անում էի։ Յուրաքանչյուր խանութ մտնել ելնելուց հետո ես իմ համարն էի թողում, չէի ասում, դե գնացեք առաքիչի համարը վերցրեք, որտեղ ուզում էի ես այդ process-ի մեջ մնալ, էլի։ Եվ գրելուց բնականաբար պետքա գրեին, ասենք կարենով է, չէ, ասենք Pepsi Cola են գրում, այդպես մնաց, դա իմ համար գիտեք ինչ է, իմ կյանքի հաջողության գրավականներից մեկն է, որը իմ համար բացարձակ ծածկելու բան չի։ Այսպես կասեմ։ Ձեզ այդպես են սկսել ճանաչել։ Չէ, տարբեր շրջանակներում տարբեր է, բայց համընդհանուր այսօր Կարեն Սիմոնյանն են ասում, բայց վատ զգալու է չէ, որովհետև հաջողության գրավականներից եկող անունը դա բան չի էլի։